Տիկին Հակոբյան 10 տիրադավներ անվանումը ստացած եպիսկոպոսների, սրբազանների կողքին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նրա կեցավայրում էր նաև Արցախի թեմի առաջնորդը, ձեզ համար սպասելի էր այս ամենը։ Անկեղծ ասած, այս ծայրահեղությունը միանշանակ չէինք սպասում, բայց այն, որ իդեմս Վրդանես Սրբազանի Արցախի ժողովուրդը չի զգացել առաջնորդություն, ամենայն դեպս հոգևոր առաջնորդություն, դա մենք փաստել ենք բազմիցս, որովհետև 2020-ից հետո, կարճ ժամանակահատված հետո, արդեն երբ շրջափակումը սկսվեց, Սրբազանը Հայաստանի Հանրապետությունում էր, այդպես առանց պարզաբանումների եւ այդ ծանր ժամանակահատվածում ժողովուրդը չի ունեցել առաջնորդություն։ Մենք շատ ունեինք կարիքը տեղահանման ծանր օրերին, իհարկե, որ հենց առաջնորդողը պիտի լիներ թեմի առաջնորդը, ինչը եւս չունեցանք։ Արդեն Հայաստանի Հանրապետությունում տեղահանումից հետո բազմիցս առաջարկներ, հանդիպումների տարբեր ձևաչափերով մենք զգացել ենք ու փաստել, որ միշտ Սրբազանը խուսափել է նման հանդիպումներից, չնայած դրա տակ որևէ քաղաքական երանգ ընդհանրապես չի եղել։ Եվ ամեն դեպքում այդ ծայրահեղությունը, որ մենք կունենայինք, որ մարդ, ով խոսում էր, որ կսկից կա իր սրտում Արցախի կորստից հետո տարբեր ձևակերպումներով իր ցավը փորձում էր արտահայտել, հանկարծ այսպես գնաց ու ձեռքը սեղմեց դավաճանի, դա միանշանակ անսպասելի էր այդ առումով եւ հենց դրանով էր պայմանավորված այն զայրույթի մեծ ալիքը, որ առաջացավ իր արարքից հետո։ Տեսեք, շատ տեսակետներ են հնչում, որ ըստ էության կա որոշակի կոմպրոմատ նաև այդ եպիսկոպոսների նկատմամբ, որը կիրառվում է իշխանության կողմից, կարծում եք նաև Արցախի թեմի առաջնորդի նկատմամբ է դա կիրառվել, թե այնուամենայնիվ սեփական նախաձեռնությունն է եղել։ Գիտեք, չեմ կարող ասել, բայց լավ ճանաչելով Հայաստանի իշխանությունների ղեկավարին եւ իր գործելավոճը, ընդունելի ու ընկալելի տարբերակ է, որ այո, կարող է հենց այդպես լինի, բայց եկեք մենք չմոռանանք, որ տարբեր ճնշումներ, շատ ավելի ծանր, շատ այսպես անհիմն ճնշումներ եղել են այլ հոգևորականների, այլ սրբազանների, եկեք չմոռանանք մեր 4 Աստծո ծառաներին, ովքեր այսօր կրում են ոչ մի բանի համար ուղղակի կալանք եւ կարող էին չէ գնալ համագործակցության, բայց դա չարեցին։ Այսինքն հստակ մենք տեսնում ենք ընտրությունը չարի ու բարու միջև եւ ցավոք սրտի մեր Սրբազանը չունեցավ այն կամքը, որպիսի չսեղմեր Արցախը հանձնողի մեր հազարավոր տղաներին զոհածի ձեռքը ուղղակի։ Եվ Կարեն Շաքարյանով Արցախի հերոս էր, նրան Արցախի նախագահ պաշտոնանկ արեց, ներողություն զրկեց այդ կոչումից, հնչում են տեսակետներ, որ Արցախը չկա, նախագահ չկա, լեգիտիմ չէ Սամվել Շահրամանյանը, հետևաբար նրա որոշումները եւս լեգիտիմ չեն, բայց ձեզ համար նաև նրա ուխտերթին մասնակցելը սպասելի է։ Գիտեք, վերջին օրերին մենք իրոք տեսնում ենք այնպիսի բաներ, որ ուղղակի մարդ պատկերացնել չի կարող, բայց եկեք չմոռանանք, որ ժամանակահատվածի հերոսի մասին ենք խոսում։ Հայրենիքը դաժան պարտության ենթարկվելուց հայրենիքի հանձնումից հետո հերոսացած օրինակ մարդու մասին ենք խոսում եւ եկեք չմոռանանք այդ ժամանակահատվածը, երբ մեր կուսակցությունը անընդհատ բարձրաձայնում էր դրա մասին, որ պարտված երկրում, դաժանաբար պարտված երկրում ու հանձնված երկրում ուղղակի անհնար էր ունենալ այդքան հերոսներ, որ մենք ունեցանք։ Եվ գիտեք, այդպես առանց ոչ մի բանի ուղղակի հերոսացածների համար երևի թե միևնույն է ու շատ ավելի հանգիստ են իրենք հրաժարվում կամ եթե իրենցից վերցնում են որևէ խնդիր իրենք չունեն այդ առումով, երևի այդ անձը եւս այդ շարքում է։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի նախագահի հրամանի լեգիտիմացմանը, լեգիտիմ լինելուն, իսկ ով ասեց, որ չկա Արցախի նախագահ, Արցախի ինստիտուտները կան, թե ինչքանով են ֆունկցիոնալ, ինչքանով կա այդ հնարավորությունը ավելի ակտիվ լինելու, դա այլ հարց է, բայց այն, որ կա Արցախի նախագահ եւ Արցախի նախագահը կարող է հրամանով զրկել հերոսի կոչումից, դա փաստ դա մենք տեսանք եւ դա հենց այդպես է։